Հայաստանում կխստացվի ֆիթնես կենտրոնների գործունեության հանդեպ վերահսկողությունը, ոլորտային գերատեսչությունը վերջնականացնում է կարգավորումներ նախատեսող փաթեթը, որով հստակեցվում են մարզիչների նկատմամբ մասնագիտական պահանջները։ Մարզելու համար նրանք պետք է ունենան էլեկտրոնային հավաստագիր։ Նախարարությունը ընդունելու է էլեկտրոնային նրանց կողմից ուղարկված տվյալները, ովքեր ուզում են հավաստագրվել մեր մասնագետները, բնականաբար ովքեր ունեն բարձրագույն կրթություն, ունեն նաև վերապատրաստված լիցենզիա, նաև ոլորտը կարգավորող մեր մասնագետների կողմից նրանք պիտի թույլտվություն ստանան, որպեսզի իրականացնեն գործունեություն, այսինքն լիցենզիա ստանան։ Եթե չկա, նրանք իրավունք չեն ունենալու։ Հավաստագրման կարգը կհաստատվի նախարարի հրամանով։ Լիազոր մարմինը գործող մասնագետներին հավաստագրման հնարավորություն կտա, եւ միայն որակավորված մարզիչները իրավունք կունենան մատուցել ֆիթնես ծառայություն։ Հասմիկ Միքայելյանը ոլորտում է 9 տարի, ունի մասնագիտական բարձրագույն կրթություն, որպես երկրորդ մասնագիտություն սովորում է առողջարարական ֆիզիկական կուլտուրա, կինեզիոլոգիա, կրկին ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում։ Գալիս են մարզվելու ոչ միայն առողջ մարդիկ, այլ կան նաև մարդիկ, որոնք ունեն որոշակի առողջական խնդիրներ ու դրանց ճիշտ լուծում տալու համար շատ կարևոր է խորը մասնագիտական գիտելիքները։ Նախաձեռնությունը նպատակաուղղված է հենց այս առումով ոլորտի կարգավորմանը, նշում է փոխնախարարը։ 720 դասաժամ անցնելուց հետո մասնագետները հնարավորություն կունենան ստանալու լիցենզիա։ Դասաժամերն անցկացնելու համար կընտրվի դաշտում գործող լավագույն եվրոպական չափանիշներին համապատասխան մարզասրահներից մեկը։ Հայաստանի Հանրապետությունը որպես բարձրագույն որակավորում ապահովող կրթություն ապահովող մարմին, պետական մարմին, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի հայկական պետական ինստիտուտն է տրամադրում կրթությունը սույն մասնագիտությամբ։ Զուգահեռաբար, բայց եթե մարդիկ ունեն արտասահմանում վերապատրաստումներ, ստացել են լիցենզիա, իրենք հնարավորություն ունեն դիմելու եւ ստանալու կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության կողմից տրամադրվող լիցենզիային, որը որ պիտի գործի 5 տարի ժամկետով եւ 5 տարի լրանալուց հետո նրանք նորից պիտի դիմեն ստանալու հնարավորությունը։ Նախարարությունը ըստ Ավագյանի գործակցում է անհատների եւ կազմակերպությունների հետ, ունեն նաեւ առաջարկներ։ Ոլորտի հանդեպ պետության վերահսկողությունը կարևորում է IFBB ֆեդերացիայի որակավորված մարզիչ դասախոս Մհեր Խանզադյանը։ Միջազգային մարզական կառույցը անցկացնում է մարզիչների որակավորման դասընթացներ։ Ես դրանով եմ զբաղվում։ Շատ կարևոր է, որ մարզիչները լինեն որակավորված, ունենան բավարար գիտելիքներ եւ փորձ անվտանգ հաճախորդների հետ աշխատելու համար։ Մարզվում եմ 5-6 տարի արդեն մարզիչով, առանց մարզիչ, կուզեմ ասեմ, որ դա շատ կարևոր բան է, մարզվեք, սպորտից լավ բան չկա առողջության համար։ Կարգավորում է նախատեսվում նաև մարզական կենտրոնների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ։ Գործող կառույցներին կտրվի 5 տարի ժամկետ ապահովելու միջազգային չափանիշներով պայմաններ։ Բոլոր ծրագրերը ըստ ոլորտը համակարգող փոխնախարարի միտված են հասարակության առողջացմանը։ Մայա Խաչատրյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։